Նախ ժամկետային զինծառայողների թվի հնարավոր ավելացման մասով, եթե մարդիկ գալիս են գումարը վճարում են 24 միլիոն եւ գալիս են մեկ ամսվա ծառայության, պայմանականորեն այդ մարդկանց թիվը մեկ զորակոչի ընթացքում 200 է։ Դուք սա ֆիզիկական առումով, թվերի առումով երևում է, որ 200 հոգի պայմանական ավելացել է ծառայություն, բայց այդ մարդիկ գալիս են մեկ ամսով ծառայության։ Պաշտպանության նախարարի տեղակալը նստած է, հետագայում թող ինքն էլ այդ հարցին պատասխանի։ Մեկ ամսվա ընթացքում մարդուն զինվորական մասնագիտության առումով ինչպեսի մենք կրթություն ենք տալիս զինված ուժերում։ Արդյոք դուք համարում եք, որ մեկ ամսվա ծառայած մարդը, որը նաև դուք ստեղ նախատեսել եք, որ հետագայում պայստազորում անդրկվելու, ստանալա մասնագիտական մեծ կարողություններ, ստանալա հնարավորություն պարտադիր ժամկետային ծառայության ընթացքում իր խնդիրը մարտական կատարելու զինված ուժերի կազմում եւ հետագայում էլ վարժական հավաքներում կամ հնարավոր աստված չանի մարտական գործողություններում գնա եւ մարտական խնդիր կատարի, օրինակ ռազմաճակատի մի հատվածում։ Սա առաջին հարցն էր, ուզում եք պատասխանեք Կոնստանտ։ Շնորհակալ եմ կարևոր հարցի համար, այս հարցը շատ է քննարկվել։ Սկզբից քննարկումների ժամանակ Պաշտպանության նախարարությունը դեմ էր մեկ ամսյա ծառայությանը, նշելով, որ կարող է խնդրահարույց լինել եւ չհասցնենք մարտական պատրաստության հասցնել, բայց գլխավոր շտաբի նաեւ եզրակացությամբ հնարավոր է ստանալ եւ այդ դասընթացները կազմակերպել այնպես, որպեսզի դա տեղի ունենա մեկ ամսյա ժամկետում։ Նշեմ, որ արդեն ունենք մոտ 30 քաղաքացի, ովքեր որ 27-ից 37 տարեկան հասակում ծառայել են մեկ ամիս ժամկետով, նրանք ծառայությունը անցել են ուսումնական զորամասում եւ ոչ բոլորի հետ միասին, նրանք արագացված ընթացակարգով են անցել պարտադիր զինվորական ծառայությունը եւ այդ մեկ ամիսը չեն այդ մեկ ամսի ընթացքում միայն չեն սովորել այն ինչ սովորում են այլ զորամասերում, նրանք սովորել են զինված ուժերում ծառայելու կանոնները, զինատեսակներից ակտիվ օգտվելու եւ տիրապետելու հմտություններ եւ նաեւ զինվորական երթուղ տալով մտել են մեր ակտիվ ռեզերվի մեջ։ Նշեմ, որ այսպիսի փորձ կա նաեւ աշխարհում, դուք վստահ եմ գիտեք կամ հարցազրույցներում տեսել եք, որ Թուրքիայում կա նման օրինակ 21 օրյա ծառայություն, 30 օրյա ծառայություն կա Հունաստանում եւ 35 օրյա ծառայություն կա Ղազախստանում եւ այսօր էլ մեր 25 օրյա հավաքները մենք ինչ տրամաբանությամբ ենք կազմակերպում 25 օրյա հավաքների մասնակիցները 10 օր անցնում են մարտական պատրաստություն, որից հետո 15 օր մարտական հերթապահություն են իրականացնում, նրանց մեծամասնությունը տարիներով զինված ուժերում չի եղել եւ մոռացած է լինում ծառայության կանոնները 10 օրյա ժամկետում մենք կարողանում ենք նրանց պատրաստել եւ տանել դիրքային ծառայության իսկ 30 օրյա ժամկետը լի բավարար է որպեսզի մենք նրանց լրացնենք եւ ավել պահելը ըստ էության միայն ավել ծախսեր է առաջացնելու քանի որ ամեն զինծառայողի մասով օրական մոտ 3200 դրամ սննդի գումար ենք մենք ծախսում չհաշված մյուս բոլոր ծախսերը Պարոն Աբրամյանը հարց կա խնդրում Նախ սրա հետ կապված, եթե իրականում մեկ ամսում զինված ուժերի գլխավոր շտաբը նման գնահատական է տվել, որ հնարավոր է մասնագիտացում որևէ մարդու տրամադրել, ապա ես խիստ կասկածում եմ եւ որևէ ձևով հիմնավոր չեմ համարում, սա մեկ։ Երկրորդը չարեք չմոռանանք, որ այսօր էլ զինված ուժերում նախնական այդ պատրաստությունը, որտեղ անցնում են նորակոչիկները, դա 6 ամսյա պլան է, որը միգուցե կարող է խտացվել դառնալ 3.5 կամ 4 ամիս, բայց կներեք մեկ ամսվա ընթացքում մարդուն ռազմական մասնագիտացում տալ հրաձիգից հրետանավոր կամ մեկ այլ մասնագիտությամբ ստեղ պարզապես հնարավոր չէ։ Իդեպ այլ օրինակներ այլ երկրների, որոնք նաև նախագծի հիմնավորման մեջ եք ներկայացրել, դրանք որևէ ձևի իրենց հիմքային առումով համեմատելի չեն։ Օրինակ գրավչության տեսանկյունից, երբ որ դուք խոսում եք եւ օրինակ եք բերում Թուրքիայի օրինակը, Ես կարծում եմ, սա ակնհայտորեն որևէ ձևի չի կարող համեմատել լինել 70-80 միլիոնանոց Թուրքիան իր կառուցվածքով եւ Հայաստանի Հանրապետությունը իր ժողովրդագրական վիճակով, առկա սպառնալիքներով, տնտեսական հնարավորությունով եւ այլն, այսինքն համեմատությունն էլ, որը նաեւ նոր դուք արեցիք եւ նաեւ ներկայացված է ձեր նախագծում, հիմքային առումով որևէ հնարավորություն չի տալիս այս հարցը բերել եւ վերլուծության կամ ուսումնասիրության դաշտ ենթարկել։ Երկրորդ հարցադրումը, որը պետք է ասեմ, վերաբերում է կոռուպցիոն հնարավոր ռիսկերին։
Տեսեք, մեծ առումով կոռուպցիոն ռիսկերի եւ սողանցների փակման մասին գրեթե որևէ բան չասվեց։ Այնտեղ մի քանի դետալ ասվեց այդ հիվանդությունների հետ կապված, ես ինքս համարում եմ, որ այդ հիվանդությունների ցանկը եւ վերանայման կարիք ունի եւ այնտեղ կային նաեւ հիվանդությունների տեսակներ, որոնք կարելի է որոշակի վերլուծության ենթարկել, նաեւ զինված ուժերում այդ մարդկանց ներգրավվածությունը ապահովել տարբեր ուղղություններով։ Բայց այստեղ խնդիրը այլ բանի մեջ է։ Պայմանականորեն մարդը նայում է եւ տեսնում է, որ պետությունը 24 միլիոն է սահմանել իր որդու ծառայությունը ընդամենը 1 ամսով կազմակերպելու համար։ Այն հիմնական կոռուպցիոն կառույցները կամ անձինք, որոնք գործում են, կամ սխեմաները, որոնք գործում են, առողջապահական համակարգը կլինի դա զինկոմիսարիատների համակարգը կամ մեկ այլ մասով։ Հիմա փաստացի մենք այնտեղ որևէ բան չենք փակում։ Դուք ասում եք, որ փաստացի կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար մենք պետությունը օրինական թվեր է սահմանում, որի դեպքում մարդիկ չեն գնա ոչ օրինական միջոցներով այլ մարդկանց տալու եւ գան պետական բյուջե կմուծեն։ Բայց եթե դուք 24 միլիոն եք սահմանել եւ այդ սողանցները չեք փակել, կոռուպցիոն դրսեւորումների դեմ արդյունավետ մեխանիզմներ չեք սահմանել, մարդիկ եթե դուք 24 եք պետական բյուջեում սահմանում, մարդիկ այդ նույն թիվը 25 միլիոնով կանեն։ Այդ նույն սև շուկայում 15 միլիոնով կանեն, 10 միլիոնով կանեն, հատկապես հաշվի առնելով, որ դրանով իսկ սև շուկայով գնալու ճանապարհով նաև իրենց տղաներին ազատում են պահեստազորում հետագայում գտնվելու եւ հնարավոր ռազմական գործողություններում մասնակցելու առումով։ Այսինքն այս տեսանկյունից դուք չեք տեսնում, որ այս կամ չեք կարծում, որ այստեղ այս խնդիրը դուք չլուծելով ավելի մեծ թվով խնդիրներ կարող եք ստեղծել այս սև շուկայում եւ սև շուկայով անցնող այս մարդկանց թիվը կտրուկ մեծանալու հնարավորություն եք ստեղծելու։ Պարոն Աբրահամյան, միջև սև շուկային անցնելը սպիտակը մի հատ տեսնենք։ Ինչի կբերի, որտեղ դրանք, բան չասեցի, հարցը դուք հստակ ձևակերպեցիք։ Շատ ճիշտ հարց եք տալիս։ Շատ կարևոր է, որպեսզի մենք այն ճանապարհները, այն սողանցները, որոնք առկա են, բոլորը փակենք։ Առաջի սողանցքը դա քաղաքացիությունից հրաժարվելն է, որը մենք փակում ենք նախագծով, սահմանելով 15 միլիոն դրամ տուրք։ Երկրորդ սողանցքը առողջական խնդիրներն են, որոնք մենք արդեն փակել ենք եւ այս պայմաններ ունենք 5 մասնագիտական խմբեր ըստ հիվանդությունների, աչքի լյարդային խնդիրների, ուռուցքների հետ կապված հիվանդությունների եւ 2 այլ մասնագիտական խմբեր, որոնք այսօր ակտիվ աշխատում են հիվանդությունների ցանկը փոփոխելու եւ լավարկելու ուղղությամբ։ Հաջորդ քայլը, որը խուսափում են քաղաքացիները, Սահմանային տարիքի լրանալով վաղեմության ժամկետը անցնելն է կամ 27 տարին անցնելը, որը մենք լուծում ենք սահմանային տարիքը բարձրացնելով 27-ից դարձնելով 32, մյուսը, ինչպես նշեցի, փորձաքննությունից հրաժարվելն է, որը մենք քրեականացնում ենք։ Այդ բոլոր կետերը գալիս են ասելու ձեր նշած սև շուկան փակելու եւ սև շուկայի հնարավորությունները նվազագույնի հասցնելու համար։ Իսկ ինչ վերաբերվում է Թուրքիայի փորձին, ինչու են բերում Թուրքիայի օրինակը, Թուրքիան Հայաստանի նման ունի մեծ սփյուռք Եվ այս ընթացքում քննարկումների ժամանակ ինձ իմ ընկերները օրինակ Եվրոպայից զանգում են եւ ասում են, որ Թուրքիայում իրենց ծանոթները 19 տարին երբ լրանում է, վերադառնում են Թուրքիա, անցնում են պարտադիր զինվորական ծառայություն 21 օրյա ժամկետով, վճարելով մեր գումարով մոտ 3 միլիոն դրամ եւ հպարտ վերադառնում են իրենց Եվրոպայի բնակության վայրերը, նշելով, որ իրենց պարտք իրենց երկրի նկատմամբ կատարել են եւ ծառայել են իրենց երկրի զինված ուժերում, հետագայում նրանց կապը չի կտրվում Թուրքիայի հետ, դրանք անարգել կարողանում են գնալ Թուրքիա եւ վերադառնալ իրենց մշտական բնակության երկրները։ Իսկ ինչը տեղի ունենում ազգությամբ հայերի մոտ, մեր քաղաքացիները միջև 27 տարին լրանալը մոռանում են Հայաստանի Հանրապետության մասին։ Իսկ հաճախ տեսնում ենք, երբ 27-ը լրանում է, արդեն գայթակղություններ եւ Հայաստան վերադառնալու ցանկություններ չի լինում։ Ինչպես պարոն Քոչյանը նշեց, մենք երբ համաներում արեցինք եւ 27 տարին լրացած 5000-ից ավել քաղաքացիներ ունեինք, ընդամենը 1360-ը օգտվեցին։ Այսինքն մնացածի մոտ Հայաստան վերադառնալու ցանկություններ այլևս չկա, առանց որևէ գումար վճարելու։ Ինչի մասին է խոսակցությունը։ Մենք պետք է նայենք այս օրինակը այնպես անեն, որ մեր քաղաքացիները վերադառնան իրենց երկիր, վճարեն, մտնեն պահեստազոր, այդ գումարով մենք այլ զինծառայողներ ներգրավենք, իրանց կապն էլ Հայաստանի հետ չկտրվի, այլ չասեն, որ նրանց մեծամասնությունը կարող է նաև վերադառնալ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության։ Մենք տեսնում ենք, որ նաև այսօրվա այս մարտական գործողությունները, որոնք տեղի են ունենում Իսրայելի եւ Իրանի միջև, տեսնում ենք, որ մարդկանց թվականակը մեծ դեր չի խաղում, հաշվի առնելով, որ Իրանի բնակչությունը մոտ 90 միլիոն է, իսկ Իսրայելի բնակչությունը 9 միլիոն։ Այսինքն նրանց բնակչության մեջ 10 անգամ տարբերություն կա, բայց մարտական գործողությունները, ինչպես տեսնում եք, կենթանի ուժը չի մասնակցում եւ վերջին 30 տարիներին չի մասնակցել, հաշվի առնելով նաեւ տեխնոլոգիաները եւ երկրների միջև հեռավորությունը։ Այսինքն միայն
մենք ասենք, որ բոլորին պետք է անպայման տանենք 2 տարվա պարտադիր զինվորական ծառայության, որ բոլորը ավտոմատ կրակել սովորեն, մենք դա պիտի ինքնանպատակ չլինի։ Եթե մենք դրա արդյունքում ունենում ենք ամեն տարի 1500 փախնող, ամեն տարի 2000 քաղաքացիությունից հրաժարվող, ամեն տարի մոտ 10000 առողջական թղթերով կամ այլ ճանապարհներով ցուցափողներ, մենք պետք է հետևություն անենք։ Հասկանանք մեզ ինչա պետք։ Պետք է բոլորից ստիպենք, որ տանենք պարտադիր զինվորական ծառայության 2 տարի ժամկետով, որ ինչ դառնա, որ ավտոմատով կրակեն եւ մենք մեծ բանակ ունենանք, որը տեսնում ենք, որ վերջի մարտական գործողությունները, որ տեղի են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2022 թվականի սեպտեմբերին, կենթանիուս չի մասնակցել մարտական գործողություններին։